Արևմտյան Ադրբեջան խոսույթի եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձի իրենց նարատիվների արդյունք անդրադարձել եք, հատկապես 300,000-ի վերադարձի առումով, բացասել եք այդ հարցը, որտեղ խնդրահարույց է դիտարկվում Հայաստանում եւ ինչ են իրենք պատասխանել եւ գիտենք, որ Հայաստանի միջազգային իրավունքի տեսանկյունից այդ վերադարձը տեղ ունի, այսինքն չես կարող մերժել ընդհանրապես այդ խոսույթը եւ այդ գաղափարը, բայց հայկական պաշտոնական կողմի առաջարկն է, որ դա թողնել հետագայում եւ այդ հարցերին հետագայում անդրադառնալ, որովհետեւ դա եւս կոնֆլիկտացիան է, արդյոք իրենք այս մոտեցումը կիսում են եւ ինչ են պատասխանել։ Գիտեք, ես կարծում եմ մենք ինչ որ չափով ձեր հարցերին պատասխանել ենք, երբ որ նշեցինք, որ մեր ընկալմամբ այդ ամբողջ նարատիվը ինքը ընդհանրապես հայլին է Արցախայցյան վերադարձի իրավունքին։ Սա ոչ թե զուտ մեր անձնական կարծիքն է, այլ սա եզրահանգում է, որին մենք եկել ենք ոչ թե միայն այս երկու շփումների արդյունքում, այլ նաև տարիների ընթացքում իրենց հետ աշխատելու արդյունքում։ Եվ ես կարծում եմ ինչ որ չափով նաև մենք ենք ռազմավարական սխալ անում, երբ որ չափազանց լուրջ ենք վերաբերվում այդ խոսակցություններին, երբ որ չափազանց շատ ենք ռեակցիա տալիս այդ խոսակցություններին, ես եւս մեկ անգամ ուզում եմ այս միտքը կրկնել, որ իմ կարծիքով եւ իմ գնահատականով այդ ամբողջ նարատիվը ստեղծվել է ընդհանրապես որպես հայլային արձագանք ուրեմն մեր մոտ եղած նարատիվների եւ մեր մոտ եղած խոսակցությունների։ Իսկ այդ վերադարձերի կամ մասին ընդհանրապես խոսել եք ու պայմանավորվածություն թեկուզ եղել է, որ թողնենք այդ հարցերը հետագայում։ Նախ մենք որևէ բան բնականաբար որոշումներ մենք չենք կայացնում, հա, նույնից այդ ուզում։ Իսկ լինի որ թողնել հետագայում։ Իմ կարծիքով այդտեղ խնդիրը եւ սա նորից սա քննարկվում է եւ խոսվում է, այստեղ խնդիրը ոչ թե կազմակերպված վերադարձերի մասին է, որը իմ անլուրջ է ուղղակի։ Ես մի քիչ չեմ պատկերացնում ոնց է դա հնարավոր ընդհանրապես կազմակերպել։ Ոնց ենք կազմակերպելու մի խումբ հայերի, այսպես վերադարձ եւ մի խումբ ադրբեջանցիների վերադարձ։ Դա կազմակերպվող հարց չէ։ Դա տասնամյակների աշխատանքի արդյունքում, երբ որ երկու հասարակություններում կլինի բավականաչափ վստահություն, բավականաչափ ուրեմն անվտանգության զգացողություն, բավականաչափ ուրեմն ապահովության զգացողություն, ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կբնակվեն Հայաստանում եւ կլինեն մարդիկ, ովքեր կբնակվեն Ադրբեջանում, բայց որևէ կերպ հիմա խոսել կազմակերպված միջոցառումների մասին, ես կարծում եմ դա ոչ միայն վնասակար է բնակչության գործընթացի տրամաբանության մեջ, այլ նաեւ անիրատեսական է։ Տիկին Սուլթանյան, համեցեք։ Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մամուլի հաղորդագրության մեջ երբ նշում ենք, որ երկու կողմերի հասարակություններին հուզող հարցեր, մենք իրար ասում ենք, թե որոնք են հուզում։ Օրինակ նշում ենք վերադարձի խնդիր, դատական հայցերի հետ քաշման խնդիր, մշակութային ժառանգության, բայց հետո այդ ցանկից, քանի որ մենք անսպառ հնարավորություններ չունենք, երկուսս էլ որոշում ենք առաջնահերթությունները։ Մեր խումբը գերիների վերադարձի հարցը ընտրել է որպես մեծագույն առաջնահերթություն։ Հիմա դրա վրա փորձում ենք դեռ աշխատել, հետո հաջորդները կտեսնենք կյանքը ինչ ցույց կտա։ Ձեզ ենք խոսացել համեցեք։ Նշեցիք, որ կփորձեք այդ հարցի վերաբերյալ գերիների հարցի վերաբերյալ այս առումով շատ են հնչում քննադատություններ, որ այդ հարցը չեք քննարկում, 17 միլիոն ծախսվում է ինչի համար, ինչ է նշանակում քննարկումը, այսինքն բանակցություններ են տարվում, որ դառնա օրակարգային հարց գերիների Դուք նոր միացաք մեզ ներողություն։ Որտեղ այդ հարցին բավականին մանրամասն խոսել ենք այդ թեմայով։ Սկսած մտնի օրակարգ, որտեղ հիմա այդ հարցը օրակարգում է։ Այդ հարցը օրակարգում է։ Պնդումը թե այդ հարցը հիմա օրակարգում չի, ես կարծում եմ կոպտագույն սխալ է։ Այդ հարցը օրակարգում է եւ պաշտոնական բանակցությունների եւ բոլոր մակարդակներով խոսակցությունների։ Նորից ասեմ, որ պարոն Հաջիևը հավաստիացրեց մեզ, որ ընթանում են ակտիվ բանակցություններ։ Եվ որ հայկական կողմը միշտ այդ հարցը բարձրաձայնում, այնպես որ նման պնդումը ես կարծում եմ շատ սխալ է։ Այս ֆորմատում էլ է օրակարգում եւ հետո կնայեք ուղղակի վիդեոն տարբերակով կտեսնեք այդ թեմայով ինչքան ենք խոսել։ Եվ մի բան էլ շատ քաղաքական ուժերի մոտ հասկանալի չի, դուք այնտեղ ինչով եք գնում զբաղվում։ Ինձ հետաքրքիր է ինչ որ տենց կոնսուլտացիաներ մինչև մեկներ եղել են քաղաքական ուժերի հետ, հանդիպումներ, քննարկումներ։ Մենք առաջին փուլի ադրբեջանական կողմի գալուց հետո հենց ես կարամ անձամբ իմ վրա օրինակը բերեմ, մեր վերլուծական կենտրոնը կազմակերպել է կոնսուլտացիաներ քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի, քաղաքական ուժերի հետ։ Մենք հրավերներ ուղարկել ենք, ովքեր որ համաձայնվել են եւ ներկա են գտնվել, այդ քննարկումներին մասնակցել են։ Համեցեք։